Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ։ Հայաստանը պետք է դառնա երկիր, որտեղ կառավարիչները կդատարկեն սեփական գրպանները հանուն հայրենիքի բարեկեցության, հայտարարել է Սամվել Կարապետյանը։ Ազգային բարերարն այսօր տեսաուղերձով դիմել է ժողովրդին առաջին անգամ 2025-ի հունիսին անազատության մեջ հայտնվելուց հետո։ Սամվել Կարապետյանը հայտնել է, որ իր ստեղծած հայկական ամենամեծ բիզնես կառույցը Տաշիր գրուպը հանձնում է ընտանիքի կառավարմանը, իսկ ինքն ու թիմը Հայաստանին բերում են փոփոխություններ։ Այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու եւ այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում, հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։ Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի։ Մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն իր ատոռի։ Հիմա թող նրանք լսեն մեզ, երբ ասում ենք փոփոխությունը գալիս է։ Հարգելի հայրենակիցներ, մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն, նոր գործարաներով, 300,000 նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը, և մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ պաշտպանություն, պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը, ոչ թե բառերով, այլ գործով։ Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր։ Երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը, դատարկում են սեփական գրպանները հանուն մեր հայրենիքի բարեկեցության։ Արդարությունը ու ներքին համերաշխությունը հարատև են լինելու Հայաստանում։ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր ու աղքատություն բառը թողնելու ենք անցյալում։ Ես այս բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում եմ։ Վարչակարգը մարդկանց վախեցնում է պատերազմով։ Նրանք նույնիսկ ժամկետ են նշում՝ սեպտեմբեր, որովհետև հենց այդ ամսից սկսվեց 44-օրյա ծանր պատերազմը։ Սեպտեմբերին սկսվեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հարձակումը։ Սեպտեմբերին սկսվեց Արցախի բռնի հայաթափումը և էթնիկ զտումը։ Պատերազմներ, որտեղ Փաշինյանը պարտվեց։ Միթե մենք թույլ ենք տալու, որ նա Հայաստանի համար ևս մեկ պատերազմ պարտվի։ Ես համոզված եմ, որ թույլ չենք տալու։ Իմ խոստումն է, որ մեր հաղթանակի և իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելով գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Սիրելի հայրենակիցներ, մի հուսահատվեք։ Հայաստանը կարող է և պետք է լինի ուժեղ, և մենք հասնելու ենք մնայուն ու իրական խաղաղության։ Մենք թույլ խաղաղությունը փոխարինելու ենք ուժեղ խաղաղությամբ, ուժեղ դիվանագիտության շնորհիվ։ Մենք այլևս թույլ չենք լինելու։ Մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում և վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները։ Մենք ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում, ինչպես նաև Պեկինում։ Վարչակարգը քայքայել է Սփյուռքի հետ հարաբերությունները։ Միայն մեր ուժը կարող է վերականգնել թե հարաբերությունները, թե Սփյուռքի հետ վստահությունը մեր հայրենիքի հանդեպ։ Մեր բոլոր նվիրյալ և հերոս զինվորականների հետ միասին ամրապնդելու ենք մեր պաշտպանությունը և պաշտպանելու ենք մեր սահմանները։ Մենք պաշտպանելու ենք իրական խաղաղությունը։ Սիրելի հայրենակիցներ, ռեպրեսիաներից ու հետապնդումներից ոչ մի պահ չհուսահատվեք։ Նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց նրանք չեն կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհին։
Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները մենք փոխարինելու ենք մեր իրական, հայկական սրտերով։ Մենք երբեք չենք մոռանալու, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին է մեր սիրտը, Արարատ լեռն է մեր սիրտը, հարգելի հայրենակիցներ, մեզ ընտրություններում մեծ հաղթանակ է պետք, որպեսզի մենք ավելի արագ իրականացնենք այն բոլոր մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը։ Ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։ Միասին մենք ուժեղ տնտեսությամբ, ուժեղ դիվանագիտությամբ, ուժեղ բանակով կբերենք ուժեղ ու կայուն խաղաղություն և բարեկեցիկ կյանք։ Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա։ Փոփոխությունների ժամանակը եկել է, շուտով ես ձեզ հետ կլինեմ, մեկ վայրկյան չկասկածեք, արդարությունը հաղթելու է, ուժեղ Հայաստանը հաղթելու է։ Էջմիածնի գլխավոր հրապարակում մայրաթոռի հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հայտնաբերվել է 15-ից ավելի կրակված պարկուճ։ Վաղարշապատի համայնքային ոստիկանները կրակողներից մեկին վտանգելով իրենց կյանքը կարողացել են վնասազերծել, մյուս երկուսը դիմել են փախուստի։ Այս պահին քրեական եւ համայնքային ոստիկանները պարզում են, արդյոք կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող Մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին։ Facebook-յան էջում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Մեջբերում այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը։ Մեջբերման ավարտը։ 18-ամյա տղան դեռ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ Նրան դատարանը 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Երիտասարդը գիտակցությունը կորցրել էր քրեակատարողական հիմնարկում, նրան անմիջապես տեղափոխել էին բժշկական կենտրոն։ Չնայած նրա առողջական լուրջ խնդիրներին, դատարանը կալանքի վերաբերյալ որոշումը թողել էր անփոփոխ։ Իռլանդիայի Շենոն օդանավակայանում մի տղամարդ բարձրացել է ամերիկյանցի 130 ռազմական ինքնաթիռի վրա եւ կացնով հարվածներ հասցնելով վնասել այն։ Տեղացի ակտիվիստն այս քայլով իր բողոքն է արտահայտել օդանավակայանի ռազմականացման դեմ։ Շենոնի օդանավակայանը տարիներ շարունակ ծառայել է որպես ամերիկյան զորքերի տարանցիկ հանգույց։ Իռլանդիայի իշխանությունները մշտապես հերքել են օդանավակայանի օգտագործումը ռազմական գործողությունների նպատակով։ Իսլամաբադում մեկնարկել են Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի, Ջարեդ Քուշները եւ իրանական պատվիրակության բարձր մակարդակի բանակցությունները։ Պակիստանի միջնորդությամբ ընթացող այս հանդիպումը նպատակ ունի փրկելու երկուշաբաթյա փխրուն հրադադարը։ Կողմերն արդեն քննարկում են տեխնիկական մանրամասները, սակայն սկզբունքային որևէ համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցն ինքնուրույն ականազերծելու եւ Իրանի ռազմական ներուժը վերացնելու մտադրության մասին։ Ջրային տարածքում իրավիճակը մնում է լարված ԱՄՆ ռազմական նավերի տեղաշարժի եւ Իրանի հակադարձ սպառնալիքների պայմաններում։ Իսրայելի եւ Հեզբոլահի միջև չդադարող բախումները լրացուցիչ խոչընդոտ են ստեղծում դիվանագիտական ջանքերի համար։ Վաշինգտոնի վերջնագրերի եւ կողմերի իրարամերժ շահերի պատճառով լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգը մնում է չափազանց բարձր։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեռևս վերականգնվում է դեմքի եւ ոտքերի ծանր վնասվածքներից, որոնք ստացել էր պատերազմի առաջին օրը։ Ըստ Reuters-ի աղբյուրների 56-ամյա ղեկավարի դեմքն այլանդակվել է, իսկ ամերիկյան հետախուզության տվյալով նա հնարավոր է կորցրել է ոտքը։ Չնայած ֆիզիկական ծանր վիճակին հայտնի է, որ նա պահպանում է մտքի պարզությունը եւ հեռավար կարգով ակտիվորեն մասնակցում է պետական կարևորագույն որոշումների կայացմանը, այդ թվում ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում ընթացող բանակցություններին։ Այնուամենայնիվ անորոշությունը մեծ է, քանի որ մարտի 8-ին պաշտոնը ստանձնելուց ի վեր որևէ լուսանկար տեսանյութ կամ ձայնագրություն չի հրապարակվել։ Փորձագետները նշել են երկու կարևոր հանգամանք։ Ի տարբերություն իր հոր, Մոջթաբա Խամենեին դեռևս չունի բացարձակ հեղինակություն եւ պատերազմական այս շրջանում ռազմավարական որոշումների կայացման հարցում գերիշխում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ձայնը։ Խամենեիի լռությունը թաքնված լինելը բացատրվում է նաեւ անվտանգության նկատառումներով։ Օդային նոր հարված
նպաստների թիրախ չդառնալու համար։ Իրանի ներկայացուցչությունը ՄԱԿ-ում հրաժարվել է մեկնաբանել առաջնորդի առողջական վիճակի մասին լուրերը։ Պաշտոնական հաղորդագրություններում նա հիշատակվում է որպես պատերազմում ծանր վիրավորված։ New York Times բարբերականը հրապարակել է ուշագրավ տվյալներ նավթի շուկայում ստեղծված աննախադեպ իրավիճակի մասին։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված ռազմական գործողություններն ամբողջությամբ խաթարել են էներգակիրների բնականոն գնագոյացումը։ Տանկերներում արկա ֆիզիկական նավթի 1 բարելն արդեն վաճառվում է $145, թեև ֆյուչերսային պայմանագրերը կանգ են առել $109 սահմանում։ Էներգետիկ խոշոր ընկերություններն այսօր ստիպված են վճարել նախապատերազմյան շրջանի համեմատ կրկնակի թանկ գին։ Փաստացի ֆինանսական գործիքները կորցրել են կապն իրական տնտեսության հետ եւ պարզապես մոլորեցնում են հանրությանը։ Շուկայական այս տագնապալի խզումը լուրջ կասկածի տակ է դնում միջազգային բորսաների հետագա վստահելիությունը։ Երուսաղեմի Տիրոջ հարության տաճարում տեղի է ունեցել քրիստոնեական աշխարհի ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ Սուրբ Լույսի իջնելը։ Արարողության սկզբում տաճարի դռները բացվել են հազարավոր ուխտավորների համար եւ ներսից թռած աղավնիները խորհրդանշել են խաղաղության ավետիսը։ Մինչև հրաշքի տեղի ունենալը տաճարի բոլոր կրակները հանգած են եղել, իսկ տարբեր դավանանքների ներկայացուցիչներ մանրակրկիտ ստուգել են Քրիստոսի գերեզմանի մատուռը։ Երուսաղեմի պատրիարքը տաճար է մտել չվարված մոմերով։ Աղոթքից հետո տեղի է ունեցել Սուրբ Լույսի ինքնաբուխ բռնկումը։ Ըստ հավատացյալների, առաջին րոպեներին կրակը չի այրում եւ որպես օրհնության ուխտավորները լվացվում են դրանով։ Սուրբ Լույսը տաճարից արագ տարածվել է հավատացյալների շրջանում, հատուկ չվերթներով այն կտեղափոխվի տարբեր երկրներ, այդ թվում Հայաստան։ Սուրբ Լույսի իջնելը խորհրդանշում է Քրիստոսի հարության լույսը եւ կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։ Սա հոգեվոր նորոգման եւ Աստծու ու մարդու միջև կենթանի կապի հաստատման խորհուրդն ունի։